Պարոն Դանիելյան, օրվա խորհրդի մասին, հատկապես այն ուղերձների համատեքստում, որոնք ապագա հայաց են, այսինքն հենց երիտասարդներից է ակնկալվում հետագայում վերակերտել հաղթանակները, օրինակ հետ բերել հայկական Արցախը։ Բարև ձեզ, շնորհավորում եմ ձեզ մեր հաղթանակների, մեր եռատոնի կապակցությամբ։ Այսօր ցավոք սրտի եռատոնը դարձել է հիշողություն միայն եւ այսօրվա կառավարիչները փորձում են ջնջեն այն հաղթանակի հիշողությունը, այն բոլոր ձեռքբերումները եւ նվաճումները, որ հայ ազգը ունեցել է տարիների ընթացքում։ Մենք այսօրը միշտ հիշել ենք եւ նշել ենք որպես Շուշին ազատագրելու, որպես Արցախի բանակի կազմավորման եւ մեծ հայրենական պատերազմում հաղթանակ տանելու տոն։ Բոլոր ուղղություններով ուզում եմ հատուկ նշեմ, որ այսօրվա երիտասարդությունը հիշում է այն հաղթանակները, որոնք իրականում հայ ազգը տոնել է, այլ ոչ թե այն կեղծ իրական Հայաստանի լոզունգը, որ Նիկոլ Փաշինյանն է ասում։ Իրական Հայաստանը այսօրվա Նիկոլ Փաշինյանի կարիդորային քաղաքականությունն է, կապ չունի նա Վաշինգտոնում է գտնվում, թե Մոսկվայում, նա կարիդորներում է հայտնվում, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես է նա խայտառակում մեր պետությունը, մեր ազգը, այս հաղթանակը մեր հաղթանակն է նաեւ, որովհետեւ նայել այս հաղթանակին կողքից դա անընդունելի է եւ դա ուրացում է մեր հերոսների հիշատակին։ Սա մեր հաղթանակն է, շուրջ 600,000 հայորդի կռվել են ֆաշիզմի դեմ եւ տարել են հաղթանակ, հայերը քոչարի են պարել Բերլինում եւ հաղթանակ են տոնել։ Մենք այն սերունդն ենք, որը կրում է իրենց մեջ պայքարի ջահը, այդ հիշատակի վառ պահելու պատգամը եւ մենք ոչ միայն վառ ենք պահում հիշատակը, այլ նաեւ այսօր պայքարում ենք, որպեսզի թույլ չտանք նսեմացնեն հիշատակը եւ թույլ չտանք, որպեսզի զրկեն երիտասարդությանը այն վաղվա հնարավորությունից, որը մենք այսօր պայքարի միջոցով փորձում ենք վերաիմաստավորենք այն առումով, որ մենք բացատրենք հանրությանը, միջազգային հանրությանը եւս, որ Նիկոլ Փաշինյանը չի, որ ներկայացնում է հայ ժողովրդի իրական պատկերը։ Իրական պատկերը այստեղ հավաքված այն երիտասարդներն են, այն հայրենիներն են, ովքեր ընդունում են իրենց որպես ժառանգորդ հաղթանակի, որպես հաղթանակի սերունդ եւ վստահ են, որ իրենք կրելու են իրենց մեջ այդ հաղթանակի նկատմամբ ունեցած պատմությունը եւ ոչ թե որպես հիշատակ վերաբերվենք այս հաղթանակին, այլ որպես պատգամ վաղվա օրը կերտելու, վերադառնալու Շուշի, վերաարժևորելու եւ վերաիմաստավորելու այս հաղթանակները այն առումով, որ լինենք կրողը պայքարի ոգու, լինենք կրողը այն գաղափարների, որոնք մենք տեսել ենք մինչև 2018 թվական։ Այսօր նախագահն իր ուղերձում եւս անդրադարձել է այս կոնտեքստում, որ մենք չենք հրաժարվում մեր հաղթանակներից, չենք հրաժարվում պայքարից եւ այո, պետք է վերականգնվի պատմական ճշմարտությունը եւ հայը պետք է ցույց տա, որ նա հաղթանակած եւ չկազող տեսակ է։ Այսօր մարդիկ խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը վարում է հակառուսական քաղաքականություն կամ հակա ինչ-որ այլ երկրի քաղաքականություն, բայց նրանք այսօր իրականում վարում են ոչ հայանպաստ քաղաքականություն, որը բոլոր ուղղություններով տորպեդահարում է Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների հետ եւ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ասենք, որ մենք կրողն ենք այն հաղթանակի արժեքների, որոնք 80 տարի առաջ մեր պապերը կերտել են։